Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 29-ն է եւ բավականին կարեւոր հաղորդում ունենք հիմա, քանի որ ավելի ու ավելի շատ փաստեր ենք կարողանում հավաքել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ այդ փաստերը բնականաբար մենք հավաքում ենք տարբեր հայտարարություններից, միանգամից ասեմ ամենակարևորի մասին, որ այսօր հերախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ չափազանց կարևոր է հրանից սկսելը, քանի որ փաստացի Ֆրանսիայի նախագահը եւս տեսնում է շատ կարևոր զարգացումներ Հայաստանում, շատ կարևոր շարժեր, հնայած ավանդական երկկողմ հարաբերությունների քննարկումից բացի, տարածաշրջանին վերաբերող հարցերի քննարկումից բացի, կողմերը նաև քննարկել են Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող վտանգները, բայց ասենք նաև այն, որ քննարկվել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, Թուրքիայի հետ նույնպես եւ սահմանների բացումը, քանի որ դա ելք է համարվում Հայաստանի համար, բայց ինչն է ամենակարևորը, Մակրոնը ինչ է ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ինքը այդ մասին նաև գրառում է արել, շատ հստակ է, որ նա ասում է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը եւ դեմ է ժողովրդավարությունը խաթարելու ցանկացած փորձերին, մոտավորապես այս ոճին հայտարարություն է արել Մակրոնը եւ սա նշանակում է այն, որ Ֆրանսիայի նախագահը եւ Ֆրանսիան շատ լավ տեսնում եւ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում իրականում Հայաստանում, երբ որ ոմանք ներկայացնում են դա որպես հոգևոր պայքար, անմեղ հոգևորականների պայքար, թե իբր Հայաստանի իշխանությունները ճնշումներ են գործադրում հոգևորականների վրա, փաստացի Ֆրանսիայի նախագահը հստակ տեսնում է, որ փորձ է արվում խաթարել Հայաստանում ժողովրդավարական ընթացքը եւ Ֆրանսիայի նախագահը հստակ աջակցություն է հայտնում Հայաստանին։ Շատ կարևոր է սա արձանագրել, շատ կարևոր է։ Դրանից բացի կարևոր է արձանագրել մեկ փաստ եւս, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը իր հայտարարությամբ էր հանդես եկել ժողովրդավարության մասով Հայաստանի, ասելով, որ այնինչ տեղի ունենում Հայաստանում հակաժողովրդավարական է, այսինքն ըստ իրենց Հայաստանը ժողովրդավարության հետ խնդիր ունի, քանի որ Հայաստանում ձերբակալություններ են տեղի ունենում։ Ռուսաստանը ժողովրդավարությունն է պաշտպանում, իսկ Ֆրանսիան ոչ, հա։ Այդ ինչպես է ստացվում, որ Ռուսաստանը խոսում է ժողովրդավարությունից։ Կարծում եմ ամբողջ աշխարհը շատ լավ գիտե, թե ինչ ձևի ժողովրդավարություն կա Ռուսաստանում։ Այսօր Պեսկովն էլ էր խոսում այդ մասին, որ կրկին ասել է, թե չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց ասում է, որ մտահոգված ենք, քանի որ ասում է մեր քաղաքացիների մեծ մասը մտահոգված է այն ամենով, ինչ տեղի ունենում Հայաստանում։ Ամեն շատ պարզ է։ Մենք նույնիսկ տեղեկություններ ունենք, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը ժողովներ է գումարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, հատկապես Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մի քանի հավաքներ են արդեն տեղի ունեցել եւ որոշում կա, որ խնդրեն են այցելելու Հայաստան եւ ինչ որ գործողություններ են իրականացնելու Հայաստանում։ Դե ինչ ասեմ, բարով կան եւ բարով Հայաստանի իրավապահ մարմինները չեզոքացնեն այդ խառնակիչներին, քանի որ եթե այդպիսի հյուրեր ունենալու Հայաստանը, որոնք որ փորձելու են խաթարել Հայաստանի կայունությունը, ես կարծում եմ, որ շատ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով գործելու է, լեգիտիմ իրավունք ունի գործելու Հայաստանի իրավապահ համակարգը, ինչպես նաեւ ԱԱԾ-ն։ Այստեղ կարևոր է նաեւ նշել, որ ուրբաթ երեկոյան, երբ որ այդպես խառը վիճակ էր Հայաստանում, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի մոտ հյուրընկալվել էր Գարեգին առաջինի վերջին գավազանակիրը, ինչպես նաև Գարեգին երկրորդի առաջին գավազանակիրը, նույն մարդն էր, եւ նա ասում էր, որ պնդում էր, որ Գարեգին երկրորդը ԿԳԲ-ի գործակալ է, եւ ասում է թող ինձ դատի տան, ես կապացուցեմ դատարանում, որ իմ խոսքերը ճիշտ են։ Այսինքն նման պնդումներ փաստացի եւս եղել են եւ դա եւս բավականին այսինքն դա եւս խոսում է այն մասին, որ հիմա ինչ որ տեղի ունենում Հայաստանում հստակ քաղաքական կոնտեքստ ունի։ Կարևոր է նշել, որ
Մակրոնի գրառմանը արձագանքել է նաև Sputnik Armenian, եւ Sputnik Armenian փաստացի շատ կոպիտ ձևով փորձել է միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ արտաքին քաղաքականությանը։ Մենք տեսնում ենք այդ գրառումից, որ հստակ Sputnik Armenian ինքը իրեն պայքարի մաս է դարձրել Հայաստանում եւ դրա համար երբ որ ասում ենք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում եւ պետք է հստակ միջոցներ ձեռնարկվեն, ինչպես որ դա օրինակի համար արեց նույն Ադրբեջանը, Հայաստանը եւս պետք է նման կերպ վարվի։ Չնայած դրա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ից 5-ը առաջարկել է առանց հայությունների, առանց վատ բառապաշարի քննարկումների բանավեճերի անցնել, չգիտեմ, չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա, քանի որ ընդդիմադիր կոչված շարքերում հիմա տեսնում ենք, որ անհիմն մեղադրանքները, հայախարան մեղադրանքները շատ են։ Եվ կարևոր մեկ բան եւս, որը որ մեզ հուշում է, թե ինչի այս ամենը հիմա տեղի ունենում, պարզ դարձավ, որ հունիսի 29-ից 30, այսինքն այսօրվանից մինչև վաղը այսօրերին, այս 2 օրերին Կայա Կալասի այցն է տեղի ունենում Հայաստան։ Հիշում եք, օրեր առաջ մենք ասում էինք այն մասին, որ այս ամսվա վերջ, հաջորդ ամսվա սկիզբ բարձրաստիճան պատվիրակություն է այցելելու Հայաստան, Եվրամիությունից բարձրաստիճան պատվիրակություն է այցելելու Հայաստան, ու ամենայն հավանականությամբ ինչ որ շատ կարևոր հայտարարություններ են հնչելու Հայաստանում, շատ կարևոր հայտարարություններ են արվելու, ինչ որ որոշումների մասին հնարավոր է մենք տեղեկանանք կարևոր, եւ դա էր պատճառը, որ հիմա այդպիսի ակտիվացում կար Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Կապրենք կտեսնենք, շատ քիչ է մնացել, ընդամենը 1 օր, որ տեսնենք թե ինչ այց է, ինչ կարևոր փոփոխություններ այն կարող է բերել Հայաստանին, բնականաբար դրական իմաստով, եւ եթե գումարենք նաեւ Մակրոնի զանգը եւ տեսնենք նաեւ այս համատեքստում եւ այն համատեքստում ինչ որ տեղի ունենում Հայաստանում, կարծում եմ շատ բան տեղն է ընկնում, շատ բան իր տեղն է ընկնում։ Հիմա մի քանի խոսքով խոսենք եւ անդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Երևի տեղեկացվել եք, որ Եկատերինբուրգում ռուսական ՖՍԲ-ի գործողությունների ընթացքում ադրբեջանցիներ են զոհվել։ Ադրբեջանում հիմա բավականին լուրջ հակառուսական տրամադրություններ են եւ Ադրբեջանը ուղիղ լարվածության է գնում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նույնիսկ Օվերչուկի այցը հետաձգվել է Ադրբեջան եւ դրանից բացի հələ դա էլ հերիք չէ, նույնիսկ մշակութային բոլոր միջոցառումները այս օրերին, որոնք որ պետք է տեղի ունենային Ադրբեջանում, դրանք եւս չեղարկվում են։ Ադրբեջանը հանգիստ եւ հստակ լարվածության է գնում Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ սա հստակ, շատ հստակ մեզ հուշում է այն, որ Ադրբեջանը պատրաստ է լարվել Ռուսաստանի Դաշնության հետ, եւ Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ իրենց ինքնիշխանությանը եւս մեծ սպառնալիք կա։ Դրա համար Ադրբեջանը եւս լուրջ քայլեր եւ գործողություններ է ձեռնարկում։ Սա առաջին դեպքը չէ, գիտեք նաեւ ինքնաթիռի խոցման ժամանակ էր բավականին լուրջ լարվածություն Ռուսաստանի հետ, բայց Ադրբեջանը երբեք առիթը բաց չի թողնում, որպեսզի Ռուսաստանին ցույց տա իր քաղաքականությունը եւ փորձի դրանով իսկ ամրապնդել իր իշխանությունը։ Եվ դրա համար եմ ասում, որ կարծում եմ մենք էլ պետք է հետևենք ինչ որ միտեղ Ադրբեջանի օրինակին եւ բոլոր այդ քարոզչական ռեսուրսները, որոնք որ տեղեկատվական պատերազմ են մեղում Հայաստանի դեմ, տերոր են ուղղակի սկսել Հայաստանի դեմ, դրանք պետք է փակվեն։ Միանգամայն կավելանա մեր ինքնիշխանության քաշը, որակը, եթե Հայաստանը վարվի նման կերպ։ Ես գրեթե համոզված եմ։ Եվ հիմա նաև վայնասումը նրա համար է, որ հնարավոր է շատ շուտով Հայաստանի եւ Թուրքիայի միջև արդեն որոշում ձեռք բերվի եւ հայ-թուրքական սահմանը բացվի, ու պատահական չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները այս օրերին հանդիպել եւ կոնկրետ խոսել են այդ հարցի շուրջ։ Եթե չեմ սխալվում, տարածքային կառավարման նախարարների միջև է եղել նման հանդիպում։ Շատ կարևոր է, որ այստեղ եւս այս համատեքստում եւս մենք հասկանանք կատարված։ Այսինքն գլոբալ շատ լուրջ տեղաշարժեր են հիմա տեղի ունենում
Հայաստանում եւ Հայաստանի շուրջ եւ Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը այս ամենի վկայությունն է, կարծում եմ ավելի արագացրեց այդ գործընթացը։ Կարևոր է նաեւ ասել այն, որ բավականին լուրջ լարվածություն է սկսվել Ադրբեջանի եւ Իրանի միջև, հիշում եք 2 օր առաջ Մասուդ Փեզեշքյանի եւ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույցը եւ իրանական հաղորդագրությունը, որ պահանջում էին հետաքննել, թե ինչ ՕԹՍ-ներ են եկել պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքից հարվածներ հասցրել Իրանում, հետո Իրանի դեսպանը Հայաստանում նման հայտարարություններ արեց, ինչը փորձեց հերկել Ադրբեջանի արտգործ նախարարությունը, Ալիևն էլ էր փորձում հերկել, բայց հիմա արդեն ավելի շատ տեղեկություններ կան եւ հստակ արդեն Թեհրանը պահանջում է Բաքվից հետաքննել, թե ինչ դրոներ են եւ ինչ ինքնաթիռներ են Ադրբեջանի օդային տարածքից մտել եւ հարվածներ հասցրել իրանական տարածքին եւ գնացել էլի պահկվել Ադրբեջանի օդային տարածքում։ Սա բավականին լուրջ սկանդալ է, հələ այս պահին մեծ լարվածություն շատ չկա կարծես Ադրբեջանի եւ Իրանի միջև, բայց կարծում եմ, որ հենց իրավիճակը մի փոքր ավելի կայունանա Իրանում, այս հարցը ավելի ու ավելի լուրջ ձևով բարձրացվելու է։ Փաստացի այսպիսի խառը իրավիճակ է հիմա ամբողջ տարածաշրջանում։ Եվ ահա նոր թարմ ստացված լուրերի համաձայն ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը մեղադրել է Պուտինին էթնիկ եւ կրոնական հիմքով հետապնդումների մեջ, այսինքն հստակ մեղադրել են Վլադիմիր Պուտինին, որ նա էթնիկ եւ կրոնական հիմքերով հետապնդում է իրականացնում Ռուսաստանում ադրբեջանցիների, ուզբեկների, կիրգիզների եւ թուրքմենների նկատմամբ։ Ես սրանք բոլորը, եթե մենք ամբողջացնում ենք, շատ հետաքրքիր փաստեր են, իրականում շատ հետաքրքիր փաստեր են, որոնք խոսում են այն մասին, որ Ադրբեջանը չի վախենում գնալ լարվածության Ռուսաստանի հետ եւ ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ավելի ամրապնդել իր ինքնիշխանությունը, իսկ Ռուսաստանի Դաշնությունից մեծ հաշվով չեն էլ կարող նորմալ ձևով քննադատել, արձագանքել Ադրբեջանի այս գործողություններին, կարծես վախենում են, պետք է անկեղծ լինենք, կարծես վախենում են նորմալ ձևով արձագանքել Ադրբեջանի կողմից արվող այդ հայտարարություններին, նույնիսկ պետական հեռուստաընկերության մակարդակով եւ գործողություններին, իսկ Հայաստանի պարագայում Հայաստանը ոչինչ չի անում հիմնականում, ոչ մի թթու խոսք Ռուսաստանի հասցեին, բայց Հայաստանի նկատմամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ շատ շռայլ մեղադրանքներ են։ Մենք պետք է սրանից շատ լուրջ հետևություններ անենք, չեմ ասում, թե մենք ավելի պետք է լարենք իրավիճակը եւ լարվենք ավելի շատ Ռուսաստանի հետ, դուք գիտեք, որ ես դրա կողմնակիցը չեմ, բայց կոնկրետ գործեր է պետք անել, կոնկրետ գործեր սահմանափակելու նրանց մեդիա ռեսուրսները, սահմանափակելու նրանց այդ գործակալական ցանցի աշխատանք, առանց հայտարարությունների հստակ գործերով պետք է պատասխանել նրանց այդ հայտարարություններին եւ գործողություններին։ Եվ վերջում երկու բառով անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին, աննախադեպ շատ լուրջ հարձակում է գիշերը իրականացրել Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի վրա, նոր տեսակի դրոններ են օգտագործել, բազմաթիվ պայթյուններ են եղել, չնայած որ Ուկրաինան եւս որոշ տեղերում բավականին հաջող դրոնային հարձակումներ է իրականացնել Ռուսաստանի վրա, բայց այդ ընթացքում նաեւ կորուստներ են ունեցել, F-16-ը Ուկրաինան կորցրել, օդաչու է զոհվել այդ պայքարի մեջ, որի ժամանակ որ փորձում էին հետ մղել ռուսական հարձակումը։ Ընդհանուր առմամբ կարծես թե ռազմաճակատը բավականին լուրջ ձևով ստաբիլացվել է, մեծ առաջընթացներ Ռուսաստանը չունի, չնայած որ փոքր ինչ որ կրկին առաջընթացներ ունեցել է եւ ինչ որ բնակավայր են կարողացել գրավել ռուսները, բայց մենք հասկանում ենք, որ մեծ հսկայական այդ տարածքներում ուկրաինական այդ փոքրիկ բնակավայրերի գրավումներով ոչ մի պատերազմական ելք չի որոշվում եւ ինչպես արդեն նշեցի, կարծես Ուկրաինային հաջողվել է ստաբիլացնել իրավիճակը, հատկապես Սումի շրջանում, բայց այն խնդիրները, որոնք որ կան, կարծես ավելի շատ հիմա Խարկովի ուղությամբ են։ Բայց տեղեկություններ կան նաև, որ ուկրաինական զորքերը նաև Կուրսկում բավականին լուրջ խնդիրներ են կարողանում ստեղծել ռուսական զորքերի համար։ Դրանից բացի կան տեղեկություններ, որ հիմա
հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները Պետրիոտի հրթիռներ տրամադրեն Ուկրաինային, կարծես թե նման որոշումը շատ մոտ է, Թրամփը մոտ է նման որոշում ընդունելուն եւ եթե հիշում եք, ես նաեւ խոսում էի այն մասին, որ հիմա Թրամփը ավելի շատ կարող է կենտրոնանալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա, քանի որ մեծ հաշվով Իրանի շուրջ ինքը կարողացավ հասնել իր նպատակներին եւ Ռուսաստանը որևիցե նորմալ աջակցություն չցուցաբերեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին բանակցությունների իմաստով։ Թրամփը ցանկանում էր, որ սկզբում Ռուսաստանը ներգրավեր, հետո երբ որ արդեն պատերազմը սկսվեց, Պուտինը փորձում էր փրկել իրանական ատոմային օբյեկտները, դրա համար Թրամփը ասել էր նրան հետեւյալը, որ դու կարող ես ինձ օգնել միայն ռուս-ուկրաինական պատերազմի մասով, Ռուսաստանի մասով եւ կարծես թե Չինաստանի պահով եւս մեծ հաշվով ոչինչ դուրս չի գալիս, Ռուսաստանին չի հաջողվում փոկել Չինաստանից, ամենայն դեպս այս պահի դրությամբ այդպիսի տպավորություններ եւ ես էլ ասում եի, որ բավականին դժվար կլինի դա իրականացնել, բայց դա էր Թրամփի ծրագիրը եւ հետեւաբար կարող է փոփոխություններ լինեն Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, իսկ մենք տեսնում ենք, որ օրեցօր ավելի ու ավելի վատ տեղեկություններ կան Ռուսաստանի տնտեսությունից, Ռուսաստանի տնտեսությունը իրոք շատ բարդ իրավիճակում է հիմա հայտնվել, նույնիսկ ռազմական ծախսերն են սկսել կրճատել, այդպիսի տեղեկություններ եւս կան, բնականաբար պետք է կրկին ստուգել, բայց կան այդպիսի տեղեկություններ, որ Ռուսաստանը արդեն նվազեցնում է իր ռազմական բյուջեն, ինչը շատ ու շատ բանի մասի է վկայում։ Այսինքն տեղի ունենում այն, ինչ տեղի ունեցավ 90-ական թվականներին, երբ որ արևմուտքի հետ լարվածության այդ ցավը պատերազմի հետևանքով սովետական միության փլուզումը տեղի ունեցավ։ Եթե Ռուսաստանը շարունակի այս նույն քաղաքականությունը, ապա տնտեսական իմաստով բավականին լուրջ, շատ լուրջ եւ ցավոտ խնդիրների է բախվելու։ Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները, մեզ բնականաբար ավելի շատ հուզում է այն, ինչ հիմա տեղի ունենում Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում եւ հատկապես հիմա Հայաստանում, քանի որ Հայաստանում կարծես Ռուսաստանը անցել է շատ կարևոր իր համար եւ վճռական գրոհի։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, կարծում եմ արդեն կհանդիպենք վաղը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։